Հարավակն է տեղ ունեցել, այնտեղ այսպես մի արտահայտություն է իջել, որ ինչ եք ուզում, որ Աբովյանցին գա, ես ճիշտ ասած չհասկացա այդ հայտարարության իմաստը, հա։ Դե երևի թե ես չգիտեմ, ինձ էլ ասեցին, որ ինչ որ մեկը, հռետորներից մեկը հարակից հանրահավաքում նման արտահայտություն է արել, երևի թե իրենք նկատի ունեն, որ մեր տեխնացուի հաղթանակի դեպքում Ծառուկյանն է ղեկավարելու քաղաքը, գիտեք, մեր տեխնացուն իրականացնելու է այն ծրագրերը, որոնք իրապես կենսունակ են, ինքը ունի լուրջ նախընտրական ծրագիր, որտեղ Արարատը իրապես լուրջ համակարգային խնդիրների առջև է կանգնած այսօր։ Ինչ վերաբերվում է Ծառուկյանին արված ակնարկին, ապա Ծառուկյանը ինչքան որ հնարավորություն ունի օգնել է, օգնում է եւ օգնելու է Արարատ քաղաքին։ Իդեպ ինչ վերաբերում է մյուս հա տեխնացուին, նա ընդհանրապես Արարատցի չէ, այդ դեպքում ես կարող եմ ասել սիրելի արարատցիներ, ինչ է դուք ուզում եք որ դեղացի է այդ տեխնացուն։ Ինչ է դուք ուզում եք որ Արարատը սպիտակցին ղեկավարի։ Տեխնացուն ընդհանրապես Արարատի հետ որևէ կապ չունի, նա ծնվել, մեծացել է սպիտակ Ժողովուրդ ջան, ես հզոր եմ, որովհետև դուք իմ կողքին եք կանգնած, հպարտ եմ, որովհետև դուք արարատցի եք, ես արարատցի եմ, Արարատում մեծացել եմ, ժողովուրդ ջան, այն խոստումները, որ ես տվել եմ ձեր հետ քարոզարշավի ժամանակ, ես անպայման կետարկետ պետք է կատարեմ, անպայման, որովհետև իմ թիկունքին կանգնած իմ կոլեկտիվս, իմ կուսակցությունս, որ ինձ իմ տեխնացությունս առաջարկել է, ես չեմ կարող ուրիշ շեղվեմ իմ ճանապարհից, ես անպայման պետք է կետարկետ կատարեմ այն կետերը, որ ես ներսել եմ ուսների։ Պարոն Ծառուկյան, մեր Արարատ քաղաքը շատ մեծ խնդիրներ ունի։ Այն կիսակառույց շենքերը, որ տարիների ընթացքում 23 տարի արդեն թողնվել է այդպես կիսակառույց ու չի կառուցվում, մարդիկ վարձով են ապրում։ Մենք արարատցիներս ուզում ենք եկեղեցի ունենք, մենք արարատցիներս նայում ենք Աբովյան քաղաքին հերստացիցով, նախանձով ենք լցվում։ Ուզում ենք մեր քաղաքն էլ դառնա Աբովյան քաղաք, մեր քաղաքն էլ դառնա լույսի քաղաք, մեր քաղաքը դառնա կանաչ քաղաք։ Ավելի շատ եմ անելու։ Քաղաքապետը ինչ որ ասեց, ինձ որ ձեզ խոսք է տվել, մի բան էլ ավել եմ անելու։ Ես այսօր այստեղ եմ, սիրելի արարատցիներ, դուք գիտեք, որ շատերին արարատցիներին ճանաչում եմ անձամբ։ 10 տարի առաջ, որ ես այստեղ հանդիպել ենք մենք գործարանում, իրար հետ ծրագիր ենք մշակել, իրար հետ աշխատել ենք եւ կարճ ժամանակամիջոցում դուք տեսաք, որ անհնարինը հնարին եղավ։ Այսօր տարածաշրջանի ամենալավ գործարանն է, որ մենք կարողացանք, այո, դրսից գնացած լավ մասնագետներին հետ բերել, որոնք չէին հավատում, որ մենք կզարգացնենք, կաշխատացնենք, որ մենք բնակարաններ առանք, մարդկանց հետ բերեցինք եւ այսօր կարողացանք հաջողության հասնել։ Այսօր որոշ մարդիկ պաշտոնի համար իրենց մոռացել են իրենց ազնվությունն, իրենց էլ կծախեն, իրենց խիղճն էլ կծախեն, իրենց աստծուն էլ կծախեն, միայն թե պաշտոնի մնան, բայց պաշտոնը մշտական չի, սիրելի ժողովուրդ։ Այսօր որ 5000-ով կաշառք են բաժանում, ես ասեմ մեր տեսակետն ու մոտեցումը, մենք կաշառք չենք բաժանում, մենք ձեր հետ քարքարի դրած կառուցել ենք մեր երկիրը, զարգացնել ենք մեր քաղաքը, մեր երկիրը մենք ենք կառուցողներ, սիրելի ժողովուրդ։ Ես ձեզ մի բան էլ ասեմ, այսքան ժամանակ ասենք թե գործանում տեսել եք որոշ մեկին կուսակցական պատկանելիության համար Ծառուկյանը գործից ազատ է, դուք տեսած կաք այդպիսի։ Ես ասում եմ ինձ երբեք թույլ չեմ տվել այդ 10 տարիների ընթացքում ով ինչ քաղաքական ասենք թե կուսակցությամբ զբաղվել է իրեն հալալ լինի, իր գաղափարը իր մոտեցումը դա է։ Մեզ մոտ գնահատվել է մարդու մոտեցումը, աշխատանքը, արդյունավետությունը, մարդը եկել է գործ, իր աշխատանքն է կատարում։ Դրա համար այդ մարդը արժանի է եւ պարգևի, եւ խրախուսանքի, եւ պարգևադրման։ Մարդկանց այսօր ահապեկելով բուլեցինը կծալեք այս ձևի, որ մենք նայենք այդպես եք ծալե թե չէ։ Կարմիր գրիչով կգրեք, որ մենք նայենք, կամ նկարում են, դա սովորական հասարակ մաքուր ժողովրդի վրա, հոգեպես ուզում են ազդել, այդ բոլորը սուտ է, ով գիտի թե ով է ծալել, ով գիտի թե ով է կարմիր գրիչով արել, թե սև գրիչով արել, ես ես ասում եմ, ընկել են թեթև մանրուքների հետևից,
Դրա փոխարեն պետք է գործ կատարվել, որ ժողովուրդն էլ այսօր հասարակ ժողովուրդը ամենագնահատվող մարդիկ ժողովուրդ են, որոնք կարիք ունեն ուշադրության, վերաբերմունքի եւ հավատքի, որ հավատքը չկորցնեն, հույսը չկտրեն, հույսով լինեն, որ լավը լինելու, իրենց մասին մտածում են, իրենց մասին մտածող կա, կատարող գործ կա, որ մարդն էլ հույսով հավատով, ոչ երկիրը լքի, ոչ էլ նա ասենք թե հուսախաբ, կոտրված, ընկճված, հիասթափված, բոլորն էլ ուզում են լավ ապրեն, բոլորն էլ ուզում են իրենց ընտանիքը պահեն, իրենց երեխային կերակրեն, ծնողին պահեն, կյանքի բորեկներից օգտվեն։ Իսկ դրա համար հարկավոր է միայն պայման եւ հնարավորություն։ Պետք է լինի պայման, հնարավորություն, արդարություն եւ մրցակցություն։